18-ի առաջի օրից օրինակ դուք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում եք ձեր ուժը, չեք տեսնում բա այդ ապօրինությունները, այսինքն ի սկզբանե ճանաչում եք, չէ՞ Նիկոլ Փաշինյանին։ Առաջին օրը այդ համաժողովրդական ճնշման տակ, երբ որ երկիրը ուղղակի եռում էր եւ ակնկալի կար ինչ-որ փոփոխության, Դաշնակցությունն ասաց փորձեմ այս իրավիճակում մասնակիցը դառնալ փոփոխությունների։ Դրա համար մաս դառավ կառավարության, բայց առաջին իսկ անօրենությունը, որ եղավ, կառավարության անդամ լինելով նույն հուլիսի Դաշնակցությունը հայտարարությամբ դատապարտեց Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը կառավարության անդամ լինելով։ Հոկտեմբերին այլևս, երբ որ այդ անօրենությունները հորդեցին փողոց, դուրս եկավ կոալիցիայից։ 19 թվականին, երբ որ որևէ մեկը չէր մտքի ծայրով անցկացնում, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակային թթու խոսք ասել, Դաշնակցությունը առաջին անգամ Ազատության հրապարակում հանրահավաք արել։